Սա սահադաշտ չէ, այլ Երևանի կենտրոնի բակերից մեկը։ Հարյուրավոր քաղաքացիներ հայտնվել են հիվանդանոցներում մերկասառույցի վրա սահելու ու կոտրվածքներ ստանալու պատճառով։ Երկու օր առաջ Սահադաշտի վերացված բակերից մեկում ընկել ու ծնկի վիրահատական միջամտություն պահանջող կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացի Անահիտ Նաղդալյանի մայրը։ Երկու կոտրվածք է ստացել, աջ ձեռքի դաստակի կոտրվածք եւ ոտքի աճուկի հատվածում է կոտրվածք ստացել։ Մեր պատմությունը սա է, 3 վիրահատվել է ու հիմա ապակիման փուլում է։ Անահիտն անձամբ է դրամահավաք կազմակերպել եւ հավաքել մոր վիրահատության ու պրոթեզավորման համար անհրաժեշտ մոտ 1.5 միլիոն դրամը։ Գումարն այդքան մեծ է, քանի որ մայրն ունի հաշմանդամության կարգ, որն անհամատեղելի է ավելի էժան վիրահատական տարբերակների հետ։ Մենք երրորդ կարգի հաշմանդամություն ունենք արդեն մինչև կոտրվածք ստանալու պահը եւ իր դեպքում իր առողջության համար լավագույն լուծումը տոտալ պրոթեզավորումներ, այսինքն հարցի ընդհանուր լուծումը, որպեսզի կարիք չլիներ նորից հետո վիրահատության անցնել։ Առողջապահության նախարարությունը չէր փոխհատուցել վիրահատության վճարը, քանի որ սահմանել է փոխհատուցման կարգը գործում է կախված վնասվածքի աստիճանից եւ արդյոք բուժառում ներառված է որևէ սոցխմբում թե ոչ։ Եթե խոշոր ոսկրի կոտրվածք է տեղաշարժով եւ եթե անձը ապահովագրության շահառու չէ, ապա գործում է համավճար։ Մի մասն ենք փոխհատուցում։ Ապահովագրվածները անվճար են։ Կոտրվածք ստացած 57-ամյա բուժառուի դուստրը պատմեց, այն հիվանդանոցը, որտեղ մայրն է բուժվում, բազմաթիվ են կոտրվածք ունեցող հիվանդները։ Հիվանդանոցում ամբողջ հարկում կան կոտրվածքներ ստացած պացիենտներ, ում ես եմ տեսել ու ում հարազատների հետ ես անձամբ խոսել եմ, բոլորը ընկել են իրենց շենքի դիմաց, բոլորը ընկել են մերկասառույցի վրա, բոլորը ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ, կան շատ մեծ տարիքի մարդիկ։ Անահիտը մեզ հայտնեց, իր ֆեյսբուքյան գրառումից հետո շենքի բակում սառույցի հետքերը վերացրել են, բայց Երևանում բազմաթիվ բակեր ու մայթեր դեռ նման տեսք ունեն։ Շենքերի բակերի մաքրման համար պատասխանատու են համատիրությունները, ասում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։ Վարչական շրջանները բոլոր համատիրություններին տրամադրում են աղ ու ավազ եւ հերթականությամբ են անցնում բոլոր բակերով, ավելացնում է Պետոյանը։ Բոլորին տրամադրվել է, մենք էլ հիմա տենց հերթով մի հատ գիծ ենք ընտրում ու սաղ բակերը ավազ ենք անում։ Երևանի շտաբ բուժօգնության ծառայությունից մեզ տեղեկացրին, հունվարի առաջին օրերին 16 քաղաքացի է ահազանգել, 2-ից հետո միտումը նվազել է։ Իրենք էլ վիճակագրությունը դադարել են թարմացնել։ Սպասվածից շատ ցածր էր եւ կանչերի, եւ սառույցի հետ կապված կոտրվածքների։ Դրանց հետո դաժե 3-ից հետո էլ վիճակագրություն չարինք էլ, որովհետեւ իրականում շատ ցածր էր այդ թիվը, էլի այն ինչ որ մենք էինք սպասում։ 31, 1, 2, 16 նման կանչ ենք ստացել, որից 14-ն է ավարտվել հոսպիտալացմամբ։ Այդուհանդերձ Մուրացան մանկական հիվանդանոցից հայտնեցին հունվարի 1-ից 8-ը 12 երեխայի են ընդունել մերկասառույցի վրա վնասվածքներ ստանալու պատճառով։ Շենգավիթ բժշկական կենտրոնի օրթոպեդիայի բաժնում առանց շտապ օգնության տվյալների 5 բուժառուի, Արաբկիրում 2։ Ամենաշատ դեպքերը գրանցվել էին Հերացի համալսարանական հիվանդանոցում 61 դիմող։ 51 քաղաքացի ստացել է ամբուլատոր բուժօգնություն, սրանք այն դեպքերն են, որոնք չեն պահանջում հոսպիտալիզացիա, 10 քաղաքացի հոսպիտալացվել են, մարմնի տարբեր տեղակայման վնասվածքներով, ստացել համապատասխան կոնսերվատիվ եւ վիրահատական միջամտություններ։ Մերկասառույցի հետևանքով ստացված վնասվածքների դեպքերը այս օրերին տարբեր հիվանդանոցներում հաշվում են տասնյակներով։ Մինչ քաղաքային կառույցները եւ համատիրությունները խոսում են հերթականությամբ իրականացվող աշխատանքների մասին, երևանցիները շարունակում են սայթակել քաղաքի սառած մայթերին ու բակերում։ Սեդա Գյուրեղյան, Նորայր Հակոբյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։